Տերը օգնի ձեզ։ Ես այսօր կուզեմ սիրելի եղբայրներ ծառայության մասին խոսել, որովհետև ծառայությունը բոլոր քրիստոնյաները, նույնիսկ նորահավատները շատ կարճ ժամանակ հետո սկսում են իրենց հարց գալիս, որտեղ հոգին ազդում է իրանց սրտի վրա, եւ իրենք սկսում են հարցնել, բա ինչով կարող են ծառայել Տիրոջը։ Պողոս առաքյալը երկու հարց տվեց Հիսուսին, որ դա մեր կյանքի ամբողջ կյանքի տալու հարցերն է։ Մեր ոչ թե մի անգամ են մենք տալի, միշտ ամբողջ կյանքում այդ հարցերը պիտի տան։ Առաջին հարցը, երբ որ հանդիպեց Հիսուսի Պողոս առաքյալը, իմանալով ամբողջ Աստվածաշունչը, ունենալով աստվածաշնչյան լավ կրթություն եւ բոլոր շատ կրթված անձնավորություններ ու շատ սուրբ անձնավորություններ օրենքի տեսակետից։ Դա գրված է Տիրոջ խոսքի մեջ, բայց տեսեք ինչ ասում, նա երկու հարց է տալիս, թե ով ես դու, չէ՞, եւ ինչ անեն Տեր։ Մենք միշտ պետք է ձգտենք ավելի ճանաչենք Հիսուսին, որի միջոցով մեր հորը Աստծուն, որովհետև Հիսուսի միջոցով ենք միայն Աստծուն ճանաչում, ով ես դու, այդ հարցը միշտ կա մեր կյանքի մեջ, եւ երկրորդ հարցը, ինչ կուզես, որ անեն Տեր, որովհետև իսկական քրիստոնյան նա է, որ ուզում է ծառայել Տիրոջը, որովհետև չկա տենց բան, Տիրոջը չեն ծառայում եւ սատանային են չեն ծառայում, չկա այդպես բան։ Տերն ասում է չեք կարող երկու տերերի ծառայել, կամ մեկին, կամ մյուսին, նեյտրալ, դիշտ չկա։ Չեք կարող ասես, որ ես չեմ ծառայել, այդ պատճառով ես ոչ սատանային եմ ծառայել, մեր ապրենից մեկն ասում է, if Бога не верит, и дьявол подходит. Даже не հաջող։ Ուզում եմ ասեմ սիրելի եղբայրներ, ամբողջ հարցը սրա մեջ է, որ եթե մենք չենք ծառայում Տիրոջը, եկեղեցի գնալը դա ասեցի ամենափոքր, այն ամենակ, որ մարդը ասում է ժամանակ չունեն եկեղեցի գանման, դա նշանակում է ինքը խորը անկման մեջ է, լավագույն դեպքում։ Եթե միայն կիրակի օրերն է գալիս հավաքույթների, դա նշանակում է реанимация, չէ՞, սիստեմի տակ, տրուկետքով, պրիբորներով, բաներով կոմայի մեջ է, այսինքն որ մենակ կիրակի օրը հավաքույթի գալի, որ ասում է մեռածա թաղաչի, բայց մի մեռաչի, թաղաչի, մի կերպ սենց մալի խոդով աշխատում, ասենց ասած։ Ուզում եմ ասեմ սիրելի եղբայրներ, երկրորդ կարևոր բանը, որ մեր կյանքի մեջ կա հավաքույթի գալուց հետո երկրորդը, դա ինչ անեմ Տեր, ինչով ծառայեմ քեզ Տեր։ Եվ այստեղ հանկարծ քրիստոնյաները ասում են, ես չգիտեմ Տերը ինձ ինչի ականջել։ Իմ մոտ այս բոլոր շատ խոսքեր կա ռուսերենով, ես պիտի միայն տեղերը ասեմ, Մաղաքիայի 3-րդ գլխի 16-ից 18-ի մեջ գրված է, որ Աստծուց վախեցողները իրար հետ նստեցին ու խոսեցին։ Եվ ասում է, Տերը լսեց նրանց խոսակցությունը եւ ասաց, որ վերջի ժամանակում կպարզվի ով է Տիրոջը ծառայում եւ ով չի Տիրոջը ծառայում։ Եվ ծառայողի եւ չծառայողի, ամբարիշտի եւ արդարի տարբերություն, չէ՞, այդպես է գրած։ Ես միտքը ճիշտ եմ փոխանցում։ Բառացի չեմ ասում, բայց միտքը ճիշտ եմ փոխանցում։ Եվ ասում է, որ Աստծուն ով որ ծառայում է, Աստված նրա հետ որդու պես նման պետք է վերաբերվի։ Սիրելի եղբայրներ, ես ուզում եմ, որպեսզի մենք հասկանանք մի շատ կարևոր բան։ Աստծո համար ամբարիշտի ու արդարի տարբերությունը հենց դրա մեջ է, որ արդարը ծառայում է Տիրոջը։ Շատ անգամ Աստվածաշունչում, երբ որ մենք լսում ենք ամբարիշտ, դա հեթանոսներ չեն, հեթանոսը դա հեթանոսն է։ Ամբարիշտը հիմնականում Աստվածաշունչում դա նրանք են, ովքեր որ Աստծո ժողովրդի մեջ են, բայց Աստծուն նվիրված չեն։ Իսկ հեթանոսները միշտ գրված է հեթանոս։ Իսրայելի մեջ ամբարիշտները նրանք են, ովքեր հիշում եք 70, ռուսերում 72 սամբոսն է, որ ասում է տեսա թե ինչպես են հարստել 75 վերջը հայրենում, հիշում եք որ ասում է որ քիչ են մնում քայթափվեի, որ ամբարիշտները սենց հարստանում են, առողջ են եւ այլն։ Մի խոսքով սիրելի եղբայրներ, ես ուզում եմ այսօր մենք հասկանանք մի կարևոր բան, որ ծառայությունը դա ցուցանիշն է։ Ցուցանիշն է, պրիզնակ ռուսերեն։ Ցուցանիշն է մենք ում ենք պատկանում։ Եթե մենք Աստծուն ենք պատկանում, մենք նրան ենք ծառայում։
եթե մենք Աստծուն չենք պատկանում, մենք ծառայում ենք աշխարհին, սատանային ծառայելը, ոնց որ Աստծո ժողովրդի ծառայելով ծառայում ենք Աստծուն, նույն ձևի աշխարհին ծառայելով մենք ծառայում ենք սատանային։ Այդ պատճառով մենք պետք է հասկանանք մի շատ կարևոր բան ելիկուների բարի, որ Աստված ուզում է որպեսզի մենք միշտ մեր ծառայությունը փնտրենք։ Հիշում եք, մեկին 1 տաղանդ տվեց, մեկին 2 տաղանդ, մեկին 5 տաղանդ։ Այն մի տաղանդ ունեցողը մտածեց, որ որպեսզի ավելորդ բաժանեն, հաճ տարավ կերավ խմեց։ Հասկանում եք, տարավ պահեց, մտան թե շատցեց ազնիվ բան արավ։ Այնքան քրիստոնյաներ կան սիրելի երեխաներ, որ իրանք միշտ մտածում են, որ իսկական ազնվությունը նրա մեջ է, որ մենք պարզապես ոչ այնքուր, ոչ այնքուր, պահենք այն ինչ որ կա, շատ բան չենք անի, բայց Աստված ասում է պետք է դա ապարոտի մեջ դրվել, շրջանառության մեջ պետք է դրվել։ Եվ վերեց այն մի տաղանդը տվեց, իրոջը ասավ, ես քեզանից եմ վեր կանել, քեզ այդ եմ վերադարձնում ոսոր վերցնում։ Ու մենք տեսնում ենք, որ դա գծվեց դեպի կորուստ։ Սիրելի երեխաներ, ես ուզում եմ այսօր, այլ շատ եղեք, խոսեմ այն ծառայությունների մասին, 3 ծառայության մասին, որ տրված է բոլորիս, այստեղ բոլոր նստածները, մեկ բոլորս կապ չունի, մարդը հովիվա, առաքյալա, թե ես շատ գիտեմ, երկհողա, պարողա, չէ, պարող չի, նվագողա եւ այլն։ Եվ ինչ ծառայություն ուզում արնի։ Եթե մարդը կանչված է ինչ որ ծառայության, այդ լավ է, բայց ուզում եմ շեշտեմ 3 ծառայության մասին, որ բոլորս ենք կանչած։ Ինձանից սկսած, առաջի ծառայությունը։ Պողոս առաքյալը Եփեսացիս 6-րդ գլխի 18-ից 20-ի մեջ գրված է Եփեսացիս 6-ի 18-ից 20-ը գրված է աղոթեցեք բոլոր սուրբերի համար եւ ինձ համար էլ աղոթեցեք։ Ամեն։ Մենք բոլորս կանչված ենք իրար համար աղոթել։ Գիտեք գրված է իրար համար աղոթեցեք, որպեսզի ինչ անեք։ Բժշկվեք։ Շատերը մտածում են, դե հովիվը իր հավատքը, իր կապը, դա մի հատ ուրիշ բան է, Աստված նենց հասարքել։ Աստված նենց է դրել իր եկեղեցու մեջ, որ հովիվը ձեր կարիքն ունի, դուք եք հովիվի կարիքն եք։ Մենք մեկս չի գրած, ով ում համար աղոթի, գրված է իրար համար աղոթեցեք։ Իհարկե եթե մեկը անկողնային նա չի կարողանում գա եկեղեցի, ասում է հովիվներին, երեցներին կանչեք, թող գա աղոթեն, այդ ուրիշ պատմություն է։ Բայց մենք մեկս մեկուս համար պիտի աղոթենք։ Երբեք չմտածեք, որ այս ինչ որ մեկը կարիք ունի, որ ինչ որ մի զորավոր մեկի աղոթքի կարիք ունի։ Տիրոջ խոսքը, դա պատվիրան, դա առաջարկ չի, դա խորհուրդ չի։ Մեկը մեկուց համար աղոթեցեք, որպեսզի բժշկվեք։ Ցանկացած մեկը, որը վերստին ծնված է, Հիսուսին ընդունում է Տեր ու Փրկիչ, կարող է ձեռք դնել եւ աղոթել տվյալ եղբոր կամ քույրիկի համար։ Դա ձեր Տիրոջ անպայման չի դու բժշկության ինչ որ պարգևներ եւ այլն, դա պատվիրան է, որ կարող է սիրո համար պարգև չպետք չի, որ մենք սիրենք։ Սերը լցված է մեր մեջ Սուրբ Հոգու միջոցով գրված է, արդեն լցված է։ Դրա մեջ մենք պետք է աճենք, զարգանանք եւ այլն։ Դա ուրիշ թեմա է, չեմ ուզում այսօր դրանց էլ տալ։ Ուզում եմ ասել բոլոր քույրերներ, մենք բոլորս կանչված ենք աղոթելու բոլոր սուրբերի համար եւ գրված է հարատեգությամբ։ Այսինքն անընդհատ աղոթեցեք, ձեր ամեն առավոտվա շատ մարդիկ կան, որ մենակ աղոթում են իրանց համար, լավագույն դեպքում իրանց ընտանիքի անդամների համար։ Խնդրում եմ, ձեր ամեն օրյա աղոթքների մեջ մտցրեք ու ես վերջում եմ ինձ համար աղոթել։ Միշտ աղոթեցեք առաջին հերթին եկեղեցու ժողովրդի համար։ Երկրորդ հերթին աղոթեցեք եկեղեցու բոլոր ծառայողների համար։ Աղոթեցեք ձեր ավակ հովիվի եւ հովիվների համար, որոնք որ կարգավորը դրել է ձեր ավակ հովիվը։ Աղոթեցեք հիմնական ծառայողների համար եւ ձեզ համար աղոթեցեք։ Դու կմտածեք, որ բայց իմ աղոթքը ինչ է, որ գիտեք, դա պատվիրան է։ Երբ որ պատվիրան մենք կատարում ենք ինչ համար ենք կատարում, Աստված Սուրբը թող ավելի սրբանա։ Ինչքան շատ պատվիրաններ ենք մենք կատարում, մենք դա հենց սրբանում ենք։ Սրբանալը դա է նշանակում։ Ինչքան մենք աճում ենք պատվիրաններ կատարելու մեջ, մենք այնքան շատ ենք սրբանում։
Եվ այսինքն առաջի բանը, որ մենք պետք է անենք, դա բոլորս ենք կանչված աղոթեցիք։ Ուզում եք Տիրոջը ծառայել։ Խնդրում եմ, աղոթեցիք, ես հիշում եմ, հիմա այդ քույրիկը արդեն Տիրոջ մոտ 99-2000 թվականին 72 տարեկան էր, դարձի էր եկել ու հետո ջրով մկրտվեց, շատ ասենց ոնց ասած ինքը ոտքերը շատ ուրած բան ասում էր Վարդան եղբայր, այնքան եմ ցավում, որ ես ժամանակին դարձի չեմ եկել, այնքան կուզեի շատ սենց կրակով բորբոքված քույրիկ էր, ասում էր ես շատ եմ ուզում, նույնիսկ ասում էր այնքան կուզեի, որ ես իմ տանս հավաքույթներ անեմ, բայց տղաս հարցը թողնես անհավատ եմ, մեր կվարձիր եմ, ես չեմ կարա առանց իրանց ամուսին չուներ ինքը, չեմ կարա առանց իրանց, ոնց ասած իրանք համաձայն չեն ըլնի, բայց նենց եմ ուզում ծառայեմ, ասում էր, շատ դժվարությամբ 4-րդ հարկից մի կերպ իջնում էր, գալիս էր հավաքույթը շատ ծառայությամբ, ասում էր, չգիտեմ, ես այս իմ առողջությունով չգիտեմ ինչպես ծառայեմ, իրան ասեցի, խնդրում եմ քեզ, գնա ու անկեղծանալով Տիրոջ առաջ խնդրի ասա Տեր, ասա ինձ ինչ կարող եմ ես անել քեզ համար։ Այդ հարցը անկեղծությամբ տուր։ Ու մի անգամ հաղորդություն էր, ինքը մոտեցավ, ասում է Վարդան եղբայր, գիտես որ ես անընդհատ ծառայության մեջ եմ, ասում իսկ ինչ ես անում։ Դες իրան տեսնում ես միայն լավագույն դեպքում Կիրակի օրերը հավաքույթին աշխներ իր առողջության պատճառով, ասում է ամեն օր 5 անգամ ես առանձնանում եմ ու հատուկ աղոթում եմ մեր եկեղեցու համար, մեր քաղաքի արթնության համար եւ բոլոր սպասավորների համար աղոթում եմ։ Ես ասում եմ, ինչքան որ ուժս պատմում է, առանձնանում եմ ու աղոթում եմ։ Ու գիտեք, ես զգում եմ, որ ես դրանով Տիրոջը ծառայում եմ։ Սիրելի քույրեր եղբայրներ, մեկ համարի որ դա այդքան էլ կարևոր չի։ Մեր եթե Տերը պատվիրում է, որ մենք անենք, դա նախ մեզ սրբության տանում եւ երկրորդն դա մեզ համար ծառայություն է։ Ամեն։ Այդ առաջի ծառայությունը։ Երկրորդը բոլորը քաչ տեղյակ եք հայտնության 12-րդ գլխի 10-11 խոսքերը, որտեղ գրված է, որ նրանք պատերազմեցին գառնուկի հետ, չէ՞, եւ նրանք հաղթեցին իրենց գառնուկի արյունով, չէ՞, իրենց վկայության խոսքով եւ իրենց անձերը չսիրեցին մինչեւ մահ։ Իրենց վկայության խոսքով։ Հիսուսը ասեց. գնացեք դուք սպասեցեք Երուսաղեմում եւ Սուրբ Հոգին երբ որ իջնի ձեր վրա, կդառնաք իմ վկաները։ Ուզում եմ ստեղ մի բան ասել։ Սիրելի քույրեր, բայց շատ քույրեր կան, եղբայրներ կան, որոնք ասում են, ես չեմ կարողանում ավետարան քարոզեմ, որովհետև անհավատները ինձ այնց հարցեր են տալիս, որ ես չեմ կարող այդ բարդ հարցերին պատասխանել։ Ասում են, բասվածը հենց, բայն հենց, բայս արծվում, ասում են, ես վախում եմ վկայեմ, որովհետև հենց ավետարան եմ վկայում, ինձ ասում են, հարցեր են տալիս, ու ես չեմ կարող պատասխանել։ Ուզում եմ ասեմ, ամեն մեկը չէ, որ կանչված եք ավետարանիչ լինել։ Ավետարանիչը դա առանձին կոչվում է եւ ծառայություն է։ Բայց բոլորս կանչված ենք լինել վկաներ։ Ինչ է նշանակում սա։ Նախ վկա, բոլոր, ասենք, դատական համակարգերում վկա, կամ պետք է մի բան տեսած լինի, կամ պետք է մի բան լսած լինի, թեկուզ տեսել չի, բայց ասում է ես լսեցի սա։ Կամ պետք է մի բան զգացած լինի։ Այս երեք եթե մարդը գնա ասի, ես ուզում եմ լինել վկա, ես ինչ գործի մեջ, ասեն, հարց են տա, ինչ ես տեսել, ոչ բան չեմ տեսել, բա ինչ ես լսել, ոչ բան չեմ լսել, բա մի բան զգացիր, չեղա ոչ, բրոքիս անց ինչ վկա, վկաներ դա նշանակում է, մենք վկա ենք այն ինչ որ Հիսուսը մեր կյանքի մեջ արել է, ամեն մեկիս կյանքի մեջ, ասենց ես, եթե մեկը չունի վկայություն, ինչ ատել է իր կյանքի մեջ արել, ես մի քիչ կասկածում եմ, որ այդ մարդը փրկված է։ Որտեղ մենք ունենք, ես օրինակ նարկոման չեմ եղել, փառք Տիրոջը։ Ես չեմ կարող գնամ վկայեմ, ասեմ, դեր ինձ նարկոտիկներից ա պետք է, բայց այնպես բաներ ա եղել իմ հետ, որ ես կարող եմ վկայել, ինչ որ Տեր իմ մեջ արել։ Բայց նարկոմանին էլ կարող եմ ասել, այն ինչ որ Տեր իմ հետ արել է, քեզ հետ էլ կարող անի այդ ուղղությամբ։ Հիշում եք, չէ՞, կույրը որ բժշկվել էր։ Փարիսեցիներն եկան ասին ուրախացի, մենք գտել ենք մի մեղավոր մարդ է մեկը որ քեզ սենց բուժել է։
ասավ չգիտեմ, մեղավոր չգիտեմ, որ ես կույր էի ու հիմի տեսնում եմ։ Նա ուներ իր վկայությունը սիրելի երեխաներ, եւ վկայությունը մի անգամ չի։ Մենք անընդհատ ունենք մեր վկայությունը, թե ինչպես Տերը մեզ բժշկում է, ինչպես Տերը մեզ ինչ-որ փորձանքից ազատում է, ինչպես Տերը մեզ օրհնում է, ինչպես Տերը այցելում է, ազատագրում է, այնքան վկայություններ ունենք։ Հիմի օրինակ իմ անիպաս օրինակ բերեմ։ Եթե մարդուն սրտի լուրջ խնդիրներ ունի, եւ այդ մարդը գնա այս բժշկի մոտ, այն մի բժշկի մոտ, այն մի բժշկի մոտ, եւ դրանք ասեն, որ քեզ մի քանի ամիս է մնացել։ Դու մահանում ես, մենք չենք կարա քեզ անենք նույնիսկ վիրահատություն, մենք էլ հանկարծ մեկը լսում է, որ այս ինչ տեղը կա մի հատ լավ սրտաբան, գնում է ու այդ տվյալ բժիշկը բուժում է իր սիրտը։ Հիմի այդ բուժված մարդը, օրինակի բան եմ ասում, կանգառում նստած է, մեկ էլ տեսնում է, որ երկու կին իրար կողքի նստած, այդ մի կինն ասում է, ես ներդում եմ, որովհետև սիրտս սենց վիճակի մեջ է, եւ բժիշկները ասում են հույս չկա։ Ու ինքը լսում է, որ այս կնոջ սրտի հետ լուրջ խնդրեմ կա։ Բայց ինքը չի ասի, որ լսեք լավ, այսինչ պոլիկլինիկան կամ այսինչ տեղը սենց բժիշկ կա, իմ վիճակը նման վիճակ էր, ես գնացի, ինձ բուժեցին, գնացեք ընդեղ քեզ բուժում, կասեք, օրինակ, որից եք ասեք, դե կասեք, ես հավատքի մասին չեմ ասում, սովորական բարձ կենցաղային օրինակ եմ բերում։ Մի որ այդ կինը կարիք ունի, իսկապես կարիք ունի Հիսուսին, այդ բժշկի, ինչ կանի։ Ձեզ օրինակ հասնա, ասի, այդ բժիշկը, որ քեզ բուժեց, կնիկ ուներ, թե չէ։ Չգիտեմ։ Երեխեք ուներ, թե չէ։ Չգիտեմ։ Քանի տարի կաներ, բայց չգիտեմ։ Ավտո ուներ, չգիտեմ։ Կվարցիրա ուներ, չգիտեմ։ Դուք շատ բան կարող եք չիմանալ այդ բժշկի մասին, բայց դուք մի բան գիտեք։ Սիրտի պրոբլեմ եք ունեցել։ Գնացել եք ու ձեզ բուժել։ Նույն ձևին վկայեք, թե Հիսուսը ձեր կյանքի մեջ ինչ է։ Մեկ էլ մի հատ աստվածաբանական բարդ հարց կտամ։ Հանգիստ ասեք, չգիտեմ։ Ինձ այս հարցում Տերը սենց է։ Ուզում ես գնալ, չես ուզում գնալ։ Այս է վիճակը։ Ես քեզ կոնկրետ ասում եմ, թե Տերը ինչ արել իմ կյանքի մեջ։ Սիրելի երեխաներ, սիրիր ընկերոջդ կանցի պես այդ աղակի մեջ ինձ այդ մասին ագրված։ Մեր կյանքի ճանապարհին գործ ենք գնում, հասանիք ենք գնում, ծնունդ ենք գնում, ուռուցում ենք, մեր կյանքի ճանապարհին շատ անգամ Աստված բերում է քանդված, կողոպտված, ավիրված կյանքերով մարդկանց, որոնց մենք շատ անգամ չենք ուզում վկայենք ինչ է Տերը մեր կյանքի մեջ է, չեմ ասեմ ավետարան քարոզեց, խաչի 4 բերի մասին քարոզեք, աստվածաբանական, հունական թարգմանություններով, չէ, պարզապես ասեք, Տերը իմ կյանքիս մեջ, ես ինչ բան արել եմ, հարց կտանք, իմանանք ասեք, չեք իմանա, ասեք չգիտեմ, բայց գիտեմ, որ սենց էր, եթե մարդը կարիք ունի, անպայման կգնա, եթե կարիք չունի, ոզորով չի, մենք բոլորս կանչված ենք ցանելու, բայց մենք բոլորս չենք, որ հնձվորներ ենք, շատ անգամ մենք վկայում ենք, այդ սերմը հասունանում է, հետո մի ուրիշ տեղ այդ մարդը, ես մեր եկեղեցին ինչքան մարդիկ կան, որ ասում են, բանակն ծառայիների հետներս մի բապտիստ էր ծառայում։ Մեզ վկայում էր, բանի տեղ չենք դնում։ Մենք էլ հետո որ եկանք ասում, ստեղ որ հավաքույթ եկանք, հիշեցինք ու գիտեք ինչ, ցանենք։ Մի օր այդ սերմը դուրս եկավ։ Երևի եմ ասում, մեկ վախի, բարդ արցելից, հանգիստ ասեք չգիտեմ։ Բամի դու տեսել ես ասում, չէ, բա ոնց ես ապարում, տենց ուղատն է, դերին ով պայթի, ես տենց Հիմի սիրելի քույրեր պայներ, երբ որ մենք իսկապես կանչված ենք, բոլորս ենք կանչված, վկաներ լինելով, մենք մեր վկայության խոսքով, դուք նկատել եք չգիտեմ, բայց կախպես, դեր եկեղեցին տենց ատի չէ, մեր եկեղեցին ցավով սրտի տենց ա, հենց մեկը լուրջ կարիք ունենում, սաղին ասում, աղոթեցեք, WhatsApp խումբ կա, բան, աղոթեցեք, խնդրեք, տերևոքը կապում ա կողքից ասած, հենց այդ փորձությունից բժշկվում են կամ ազատագրվում են,
Սուս, դիտել նստած, ինչ տրևով, ինչ բար, ինչ վկայություն, այդ չեն ասի, որ թարդ տիրոջը Տերը ինձ բժշկեց։ Մեկ եկտենաս, դե ես ասեցի, աղոթեցիք ինձ համար, հետո ինձ տարան հիվանդանոց պարկասվեցին, հետո ճիշտ բուժեցին ընդեր բժիշկները դուրս եկա, այդ թեման չի այսօր, բայց ես ուզում եմ ձեզ ասեմ, եթե Տերը ձեզ չպահեր, բժիշկները չէին կարողանում ձեզ բուժել։ Հին ուխտիներ sense բան կա, ասում է, նույնիսկ քո բուժողները պլաստիկ ոնց կա կոչվում ընդեր վիրակապ ինչ ես ռուսերենով եմ ասում, ասում է նույնիսկ ձեր բժիշկները ինչ ուզում է անեն, չեք բուժվելու։ Երբ որ Աստված մեր հետ է, նույնիսկ բժիշկները, Ղուկաս ինքը բժիշկների արածները օգուտ է տալիս։ Սիրելի քույր երեխաներ, վկայեք։ Ես օրինակ երբ որ աղոթում եմ ինչ որ մեկը մեր քույր երեխաներից վիրահատություն տիվի, ես չեմ աղոթում, Տեր ջան, դու վերցրի բժշկի ձեռքերը, Տիրոջը вообще մեկ սովորացնի ինքը ինչ է։ Աղոթեք, որ Տերը բժշկի, ոնց կամ իդ։ Դուք միայն աղոթեք բժշկելու համար։ Գիտեք ինչքան վկայություններ կա, որ մի էտապա վիրահատության արել են, բայց եկեղեցին աղոթել է, որ Տերը բժշկի, երկրորդ էտապը, որ պետք է եղնել, դրան չի հասել Տերը բժշկելա։ Մենք պետք է մենակ Տիրոջից սպասենք բժշկություն եւ օգնություն։ Եվ երբ որ դու ունես վկայություն, ուզում եմ ասեմ վկայությունը ոչ միայն անհավատների համար է, այլ քո եղբայրներին հորդորելու համար։ Որովհետեւ տնջացողները ու կլիվիտնիկ ոնց է։ Բանսարկու, հա, բանսարկու։ Որ այ ցավոք մեկ եկտենաս կնստեն ու ստեսացավ, չի բուժվա, ինչ անեմ ու գնալած, մապ։ Այդ կողքին նրա հավատքով եկել եկեղեցի։ Քանդվեց եկավ գործարավ գրած, վկայությունը մարել աշխարհաչում։ Ուզում եմ ասել սիրելի քույր երեխաներ, ունեցեք ձեր վկայությունը։ Եթե ուզում եք սրտները դատարկեք, գնացեք ծառայողին դարձեք, ինչ որ եղբայրների հավատքին մեկնով։ Լավ վկայություն այլ նստեք ու ասեք, գիտես ինչ, Տեր ինձ այցելեց, երեք շատ վատ էի, աղոթեցի, այսօր լավ եմ զգում, ապարտ տրեք ամեն մի բանի համար։ Ունեցեք ձեր վկայությունը, ձեր վկայության խոսքով դուք հաղթում եք սատանայի կուլին։ Գրված է, որ մանուկների ու շուրթերով փառաբանությամբ դու պապանձեցնում ես սատանայի երջանին։ Գրված է թե չէ։ Քույր երեխաներ, երբ որ մենք այսօր եղբայրս սկսեց դրանից, որ եկեք շնորհակալություն հայտնենք, եկեք մենք իսկապես ծառայենք Տիրոջը մեր վկայության խոսքով։ Բոլորս ենք կանչված, ամեն։ Եվ երրորդը։ Այս ծանր բանախոս նման ինչ գիտեմ։ Երրորդ ծառայությունը բոլորս կանչված են մեր ունեցվածքի չափով ծառայենք Տիրոջը։ Որտեղ հենց հարցը հասնում է 18 ոմանք ասում ամենաընեցից ասկացը ասում են ինձ բացված չի 18։ Շատ հարմար է, բացված չի։ Ում բացվածա թողնային, այսինքն բացված չի Տիրոջը։ Ինձ համար մեր եկեղեցին ծախսնորդը օրենք չի, ոչ էլ կա, ոնց ասած, մենք ժուրնալ չունենք, որ հանկարծ մեկը 18 շնորհվեց գնդակահարում, չէ։ 18-ը օրենք չի, բայց 18-ը խիստ կապված է մարդու հոգևոր աճի հետ։ Երբ որ մարդը դարձի է գալիս, մենք տեսնում ես հոգևոր աճում, մեկ էլ մանուկ վիճակ աստանը, պատան երջի մանուկ վիճակ, ինձ համար 18-ը դա մանկության սենց հաստատուն վիճակ է, որ արդեն այս մարդը հասավ մանուկ վիճակի, վաբշե կաթնակից չի, սենց արդեն չոչանը, վանագալի չգիտեմ, 18-ը դա ամենապարզ ծառայության վիճակն է, որ մարդը գիտի, որ դրանով ինքը ծառայում է։ Եվ մնացած հանգանակությունների ժամանակ ինքը իր ունեցվածքի չափով եւ Տերը ցույց է տալիս, որ նույնիսկ որբևայրին, որ չուներ, երկու լումաններ, այդ օրվա իրակի գումարը նա գծեց եւ Հիսուսը այդ օրինակը հենց այնեն չի ասել։ Այսինքն հարուստների հարցը չի ծառայության, այլ նույնիսկ այն քիչը, որ չափով ունես, որովհետև միշտ ասենց այլայլություններ կա, հենց այս թեմայով քարոզվում է, մարդիկ սկսում են գալվել։ Ինձ համար դա ոչ թե առատության համար են ես տալիս, որ Տերը դռները բացի, լուսամուտները բացի, վեր թափին դերից չէ։
Ես դա անում եմ, որովհետև դա ինձ համար ծառայություն է։ Ծառայություն է։ Տիտոսի 3-ի 13-14, Տիտոսի 3-ի 13-14։ Որից է մեկը կարող է։ Դրա ես Տիտոսի 3-ի Զենաս օրինականը ու Ապովոսը շուտով ճամփադիր հոգ տանելով որ նրանց բանը չպակասի եւ մերիններն ալ այսինքն մերոնք դա նկատի ունի հոգեվորների մասին որոնք կարելի ասել մերոնք աշխարհը չէ մերիններն ալ թող սովորեն բարի գործեր անել պետք եղած պարագաներում մեջ որպեսզի ամփոփ չնան պետք եղած ռուսերեն մասնա պետքերը հոգավ կարիքները հոգավ Ինչ եմ ասում, սիրելի եղբայրներ, ես սա չեմ ասում, որից է ծառայողի նկատմամբ։ Ես ուզում եմ սա ավելի շատ շեշտեմ, ընդհանրապես եկեղեցու մեջ ու էլ եմ ուզում շեշտեմ։ Գիտեք, ես նկատել եմ միշտ, ով որ մի քիչ շատ է օրհնված Աստծուց, նա ավելի շատ է սխմվում հայր, ասում եմ հայր ձեռքի։ Իսկ ով որ նվիրված է դեպուս քիչ ունի, նա իր քչի մեջից ավելի հեշտությամբ է կարողանում Տիրոջը ծառայի։ Սիրելի եղբայրներ, չկա որից է մի քրիստոնյա, որ կանչված չի իր ունեցվածքով ծառայի։ Ունեցվածք առաջի հերթին, մենք միշտ փողը, ասում են փողը մուսորա, փողը կեֆտա, փողը էսա, փողը դա մեր առողջությունն է, դա մեր ժամանակն է, դա մեր կյանքն է, ո՞նց է փողը գալիս։ Շուտանից է, ձեր բարձր տակը բացել տակը եղել, այդո ես իշում պրոստը 90-ականներին, որ ծաղ մանավետանիր կարոզում եղբայր ասում էր, հավատքով ալութն եմ ամեն որ բարձիսնա կնայում եմ 100 դրվաշնատեժի։ Ես կատակով չեմ ասել, դա մարդիկ լուրջ հավատքի մեջ են։ Ծաղկան ավետանի հարցով, ուզում եմ շեշտել, Տերը իսկապես օրհնում է մեզ ամեն տեղ, բայց ամենակարևորը, որ մենք անխտիր, անկեղծությամբ ծառայենք Տիրոջը մեր ունեցվածքով։ Լավ, շատ խոսքեր կա աստեղ ռուսերենա չեմ ուզում այդ բոլոր խոսքերը բանանել, ուզում եմ հիշեցնել, Աստծո խոսքի մեջ շատ տեղեր կա գրված, որոնք ցույց են տալիս, որ եւ 10-րդը, եւ ունեցվածքով ծառայելը, դա ինչա Տիրոջը ծառայելը։ Նույնիսկ Սիրիլ Կոնկերոջ բանձրի պես այդ առակի մեջ գրված է, որ նա տարավ ու վարձ տվեց, ինչի համար, բուժման համար։ Բժիշկը, որ բուժի, վարձ տվեց, մասնակցեց նրա բուժման համար։ Հիմիկվա հոգևորները գիտեք ինչ կանի, շատ անգամ էլի, ոչ բոլորը, ծաղկմանավետան հատկապես, կասեին, հալելույա, Աստված ջան, բուժի, ինչ փող, ինչ բան, դու բուժի, տենց հեշտ կլի, ինչ փողի մասն է խոսքը, կհայտարարեին, բանկանեին, մենակ չէ, ոչ մի ձևով չմասնակցեն։ Ես ծառայության մասին եմ ասում։ Մենք կանչված ենք ծառայելու Տիրոջը մեր ունեցվածքի չափով։ Եվ այսպես եղբայրներ, 3 ծառայություն, որ բոլորս կանչված ենք։ Բոլորս կանչված ենք, բոլորս կապ չունի մարդը ուզում է առաքյալ լինի, ուզում է հովիվլի, ուզում է շարքային սենց կոպիտ ասած եկեղեցու անդամ լինի։ Բոլորս կանչված ենք առաջի հերթին աղոթելու իր համար։ Գիտեք, եւ աղոթելը միշտ ցույց է տալի, դու բոլոր ետես հաշտե չէ։ Եթե մեկի հետ հաշտ չես, դու ինչ աղոթեն դու շուտ գնապստեմ։ Եթե դու աղոթում ես սիրով, դու դա սիրտը դնում ես, դա նշանակում է չարը, որ ասում են ո՞նց դու գեմ, ես ներել եմ, սիրել եմ, թե չէ։ Եթե դու չարը այդ երկրորդ քույրիկին չես ցանկանում, եւ եթե ցանկանում ես օրհնություն եւ բարի, դա չի նշանակում իրան տանուտես տանդ վայր, չէ։ Եթե մեկին սիրում ես, դա նշանակում է չարը չես ցանկանում եւ օրհնություն ես ցանկանում։ Եթե հանկարծ տեսնես ընկավ, չես ասի, այ քեզ արտիու չէ, դերը արդար։ Ընդհակառակը դու սիրտը ցավա տալիս։ Դա նշանակում է դու սիրում ես։ Աղոթքը ամենալավագույն ձևերից մեկն է, կամ փորակներից մեկն է, որ դու կարող ես աղոթել, դա նշանակում է դու ցույց ես տալիս, որ սիրում ես։ Երկրորդը մենք պետք է ունենանք մեր վկայությունը եւ վկայենք թե աշխարհում, թե եկեղեցում,
Տերը ինչա մեր հետ անում։ Կարող է ամեն օր չի կատարում ինչ որ մի արտահայտ բան, բայց ժամանակ առ ժամանակ հավաքեք ձեր վկայությունները ու ձեր վկայությունները ամեն ժամանակ ամեն մեկին վկայեք ու կտեսնեք, որ այդ վկայությունը եւ ձեզ ամրացնում եւ ուրիշին ամրացնում եւ դրանով դուք հաղթում եք սատանային։ Եվ երրորդը պիտի ծառայենք Տիրոջը մեր մեծվածքի չափով, ինչքան որ Տերը տվել է։ Եթե Տերը քիչ է տվել, քիչ որ ծառայի, Տերը շատ է տվել, շատ որ ծառայի, ծառայի այնքանով, որքանով որ Տերը տվել է։ Եվ ամենավերջում Առաջի Կորինթացիս 16:9 Առաջի Կորինթացիս 16:9 Ուզում եմ այս խոսքերը կարդամ, գրված է, որ ибо для меня отверстие великое и широкая дверь, и противников много. Ինձ համար բարձված է լայն դուռ եւ հակառակորդները շատ են։ Դա նշանակում է, որ եթե դու ուզում ես բարի բան անես, ծառայում ես Տիրոջը, դա չի նշանակում, որ դու կյանք sense գլատկի գնալու։ Անընդհատ կլինեն հակառակություններ եւ հակառակորդներ։ Եթե Տիրոջը կամքը կատարում է, շատերը ասում են, ինչ է պետք անեմ, մենակ խաղաղ գլուխ սանգիստ ապրել։ Ընդհակառակը, Տիրոջը կամքը կատարողները Հիսուսը աշակերտներին ստիպեց, որ ծովի մյուս ափը գնան, իրանք չէին ուզում, ստիպեց, գրված է, այնց տենց է գրված է։ Գնան ու ծովի մեջտեղին իրանք չէին մնում խորտակվել։ Ինչ արեցին, Տիրոջ կամքը կատարեցին, բայց հանդիպեցին հակառակ քամու եւ փոթորիկի, բայց Տերը նրանց ազատեց։ Երբ որ մենք Տիրոջ կամքի մեջ ենք, մենք մի բան համոզված ենք, նա մեր հետ է եւ նա մեզ այդ բանից խոսից կհանի։ Տերը օրհնի ձեզ, երբեք ու երբեք չնայեք, որ ձեր կյանքի մեջ հակառակություն, դժվարություններ կա։ Դա շատ անգամ նշանա ցուցանշանա, որ Տերը ձեր հետ է եւ դուք Տիրոջ կամքի մեջ եք։ Եկեք ոտքի կանգնենք, սիրելի բարեկամներ։ Աղոթենք, որ Տերը օրհնի մեզ, որպեսզի մենք ամբողջ սրտով ամբողջ սրտով իսկապես Տիրոջը ծառայենք։ Ես հույսով եմ այսօրվա հավաքությունից հետո ոչ մեկը չի կարող ասի ես ծառայություն չունեմ։ Ուզում եք ավելի մեծ ծառայություն, Հիսուսը սենց ասում։ Քչի մեջ հավատարիմի, Տերը շատի մեջ է։ Ես այսօր թվարկեցի ամենաքիչը, բայց դա ամենաձևավորող ծառայությունն է, որոնք մեզ ձևավորում են որպես հոգևոր մարդ։ Մեկ փախչանոթից, միշտ հավեսով, հենց տեսնում եք քույրիկի եղբոր կարիքը, ասի կարիք ես համարագիտ։ Ձեր բերեք աղոթեք։ Ժամերով չի մինչև այդ քույրիկը վերեն։ Կապչ, Տիրոջը աղոթեք, խնդրեք, Տիրոջ օրհնությունը եւ բժշկությունը։ Ունեցեք ձեր վկայությունը ու եկեղեցում հանդիպման ժամանակ, շփման ժամանակ տնքոսների փոխարեն վկայեք այն ինչ որ Տերը ասում է։ Դավիթն ասում է ով եմ անձս։ Մի մոռանա։ Ու ինքը դա ասում է լուրջ ճշմարտ տակ։ Ով իմ անձս մի մոռանա։ Ճիշտ Տիրոջ բոլոր բարերարությունները, որ կբժշկեք ես ամեն հիվանդությունից։ Եկեք մեր վկայություններն ունենանք ինչպես Տերը մեզ պահել։ Գիտեք, մենք շատ անգամ ենք որոշում, թե Տերը մեզ ոնց ստիպա, ինչ անի։ Եկեք որոշում կայացնենք եւ ասում իրենք չտիրեցին իրենց անձերը միջև իմա, չի գրած միջև իկանք։ Ինչ ուզում անում։ Մի ժամանակակի հավատացյալները հատուկ հավատում են, որ աշխարհի վրա հաջող է կամ են հայերը ասած բախտներ են։ Մենք հավատում ենք, որ երկինք մտնենք, դա է մեր վերջնական կանգը։ Մենք հավատում ենք, որ հավիտենականությունը կիսենք մեր բժշկիչի հետ։ Այսօր բոլոր աղբյուրներից ասում են, այս վիրուսը մարդիկ խառնված, վախեցած, իհարկե սովորական բաներ, որ պետք է անել, դա առողջ դատողության մասին է։ Պողոս Արաքյանն ասում է, երբ խոսում էր շրջկալության եւ խոհեմության, որը նշանակում է առողջ դատողության մասին, դա նորմալ է։ Երբ որ այս ամենը վախի մեջ տանջանք կաք, չէ՞։ Ես հենց սկզբից ասեցի Տեր, եթե ես քեզ պետք է մեզ երկրի վրա որ ծառայեմ, ինձ դուր կին։ Իսկ եթե արդեն ծառայության պետք չէ, ազատ կարող ես մրցնել ու հանգիստ ապրել։
որ նորություններ են լսում։ Գիտեք, այս վերջերս խմողների համար այդ ճանապարհային բաները խստացրեցին, միջակայքում։ Օրենքները, էլի, շտրաֆները։ Ու խառնված ասում են, բոլոր խմողների համար էսենց հանգիստ նստում են։ Ես չեմ խմում։ Խո խստացնել ինչքան ուզում եմ։ Մենք կարողության մոմենտը չխստացնել։ Շատ արագ չեմ քշում, բայց այն որ ամեն տեղի 90 պիկն է, ես միշտ ասենք 110-120 եմ, այն 250 ռուբլու համար չի ուզի, դրանից ուզում էին հանել են 20 կիլոմետր որ բան, այ այդ մի քիչ կարվում էր որ ասում են։ Ինչի համար եմ ասում, սիրելի քույրեր եղբայրներ, եկեք Տիրոջ անձնենք մեր սրտերը, մեր կյանքը, մեր առողջությունը։ Մեկ քրիստոնյաները հավատում են փրկություն, բան, հենց հանկարծ մի տեղները ծակմա թե չէ։ Խառնվում են, ոնց որ հանրակացարանից 20 տարի ապրել, ուզում են տանել 3 սենյական ուստա, ճապրոպորելով փորերից, բաներից, բռնեն ասում չեք տանիցներից, ես դեռ սովորել եմ։ Մեր այս խրճիթը մի օր թողնելու ենք։ Քրիստոնյաները երբեք մահ չեն փնտրում։ Նրանք միշտ աղոթում են բժշկվելու, անկանգուն ելնելու, ծառայելու, բայց երբեք մահից մեկ վախենում։ Հավատացեք, նա գիտի մեր բոլոր օրերը։ Սիրելի քույրեր եղբայրներ, եկեք քանի մենք այս մարմինի մեջ ենք, փորձենք շատ ծառայենք, որ շատ բարձ կունենանք։ Եվ վկայեցեք, որ մարդկանց հավատքը, ձեր կյանքը ազդի, որ մարդկանց հավատքը ավելանա։ Աղոթեցեք քույր եղբայրների համար եւ ունեցվածքով ձեր ծառայեք Տիրոջ տանը։ Ամեն։